Բարև Հայր ջան, երեք թե առաջի օրն էր ստացանք առողջապահության նախարարություն կոչված դախլի պատասխանը ու այդ այնքան էժան ու անորակ պատասխան էր, որ հավատացեք անգամ չէի ուզում անդրադառնայի, բայց քանի որ ամեն ինչ ամենասկզբից անում ենք միասին ու հանրային, ուստի պետքա ձեզ ցույց տամ այդ խայտառակությունն ու ասեմ մեր հետագա անելիքները։ Իմանայեք սրանց պատասխանն ու անցնենք առաջ։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Լույսի բանակ ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ պարոն Կարեն Արայանին։ Հարգելի պարոն Արայան, Իլրումն ԱՆ 0801-2026 թվականի համար ՔՂ 02.242-2026 գրության հայտնում եմ, որ առողջապահության նախարարությանն ուղղված ձեր 29-12-2025 թվականի եւ 12-01-2026 թվականի գրությունները քննարկվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն ՓԲ-ի տնօրենի հետ, ում կողմից տրված տեղեկատվության համաձայն բժշկական կենտրոնը տեղափոխվել անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող ՀՀ քաղաքացի եւ կազմակերպվել է վերջինիս բուժումը։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ առողջապահության նախարարության լիազորությունները սահմանված են վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին թիվ 728L որոշմամբ հաստատված կանոնադրությամբ։ Ելնելով վերոգրյալից հայտնում եմ, որ բարձրացված հարցերը դուրս են առողջապահության նախարարության կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակից։ Հարգանքով, բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյան։ Պետությունները, այո, երբեմն սխալվում են, դա նորմալ է, բայց կան պահեր, երբ սխալը վերածվում է մեթոդի, լռությունը քաղաքականության, իսկ անգրագիտությունը կառավարման փիլիսոփայության։ Այսօր մենք ցավոք հենց այդ կետում ենք։ Ես էլ չեմ պատրաստվում այս հավաքածուին հերթական անգամ ինչ-որ հարց տալ կամ հարցադրումներով դիմում ուղարկել։ Ու ոչ թե որ հարցերը սպառվել են դրա համար, այնքան հարցեր կա, որ ասելու չի։ Այլ որովհետև այս ապիկարների պատասխանները վաղուց բացահայտել են ամեն ինչ։ Դե Պեկը լրիվ բացահայտ գրեց, որ ինքը ոչ մի պատասխանատվություն չի կրում, ու ոնց որ առողջապահությունն է իր վրից գցում ու հղում է անում ոմն նարեկի վրա, Պեկն էլ իր պատասխանատվության հղումը արեց ԱԱԾ-ի վրա, այսինքն ով ոնց կարում իր վրից գցում է պատասխանատվությունը, պետական նախարարություններ են էլի կոչվում։ Ու այս առողջապահության բուտկի գրածի հետ կապված, երբ պետական մարմինը գրում է, որ այս կամ այն հարցը մեր լիազորությունների շրջանակից դուրս է, այդ պատասխան չի։ Այդ ինքնախոստովանությունն է, որ իրանք ուղղակի մի հատ բուտկա են, մի հատ դախլ են, որին բերը տեղավորել են պետական շենքի մեջ։ Այս այն պահն է, երբ համակարգը չի սխալվում, այլ խոստովանում է, որ ինքը ոչ թե համակարգ է, այլ թափթփուկների կույտ, որովհետև այդ առողջապահության նախարարություն կոչվածը հայտարարում է, որ օտար երկրի բուժանձնակազմի ներգրավումը, ոչ պետական բժշկական տեղափոխումը ու պետական սահմանի ներսում բժշկական գործողությունը իր գործը չի։ Ու արդյունքում ինչ ենք ստանում։ Ստանում ենք ոչ թե պետություն, այլ պատասխանատվության վակուում։ Այս այլևս քաոս չի, այս կառավարվող ապիկարությունը։ Ասենք երբ նախարարությունը իր պատասխանատվությունը փոխանցում է ինչ-որ ՓԲ-ի տնօրենի խոսքին, այդ նույնն է, որ բանայում բանակի հարցում որոշում կայացնի, ասենք պահակների հերթափոխի պետը, երբ անվտանգության մարմինը փաստը հաստատում է, բայց հրաժարվում է բացատրել տրամաբանությունը, այս արդեն պետական լեզու չի, այս շատ էժան ու ամոթալի փախուստի բարբառ է։ Դրա համար, Հայր ջան, պետք է հասկանանք ամենակարևորը, այս մարդկանցից առանձին հրաժարական պահանջելը անիմաստ է, ասեմ ինչի, որովհետև ստեղ խնդիրը անձերը չեն, խնդիրը կադրերի արտադրության գործարանն է։ Նիկոլի, այս համակարգը չի ծնում պատասխանատու պետական գործիչներ, այս համակարգը արտադրում է փոխարինելի ապիկարներ, այսինքն մեկին հանում են, բերում են մյուսին հանես բերելու են երրորդին, որովհետև վերևում դրված է մեկը, ով ոչ այլ ինչ է, քան ապիկարների կուրատոր։ Երբ ղեկավարը չի հասկանում պետություն, իր կադրերը հազիվել սենց ելնեն, իր նախարարությունը հազիվել խուսափողական քաղաքականություն վարի, ինքը կարա ղեկավարի մենակ անպետական մարդկանց, այսինքն մարդկանց, ովքեր չունեն պետական մտածելակերպ, այլ ուղղակի ինչ-որ լղլղջիների հավաքածու է, որ կարան չգիտակցենել անգամ, որ իրանք
պետական մարմին են կամ նախարարություն, այս է Նիկոլի իրականությունը։ Դրա համար էլ նորից ասում եմ, որ այս ինչ որ առանձին նախարարության հարց չի, այս ինչ որ ծառայության հարց չի, այս կոնկրետ իշխանության մոդելի հարց է։ Ուստեղ կարծում եմ խելացի մարդկանց համար պետք չեն ինչ որ նոր բացատրություններ։ Բոլորդ էլ հասկանում եք, որ ստեղ պետք է հիմնահատակ մերժում։ Մերժում այն համակարգին, որտեղ պատասխանատվությունը միշտ ուրիշի մոտ է, իսկ որոշումները ոչ մեկի վրա չեն նստում, ոչ մեկ պատասխանատվություն չի վերցնում։ Ու այս վիճակից վերածնվել է պետք։ Իսկ պատմության մեջ վերածնունդները չեն սկսվել մանր փոփոխություններով, դրանք սկսվել են գաղափարական մերժումով։ Երբ ժողովուրդը հասկացել է, որ խնդիրը ոչ թե սխալ օրենքն է, այլ սխալ հիմնական մտածողությունը, երբ ժողովուրդը դադարել է հարցնել ու սկսել է դատել, ու հիմա ես շատ հստակ ասում եմ, մենք չենք գնալու այս կամ այն պաշտոնյայի հրաժարականի հետևից, դրա համար լիքը պարապ-սարապ քաղաքական ուժեր կան, թող դուրս գան սրա նրա հրաժարականը ուզեն։ Մենք ի տարբերություն բոլորի չենք զբաղվում կոսմետիկ քաղաքականությամբ։ Մենք առաջարկում ենք խորքային ու կոնկրետ լուծում, վերածննդի շարժում, որտեղ պետությունը նորից կդառնա պատասխանատվության համակարգ, որտեղ պաշտոնը կլինի ծառայություն, ոչ թե թաքստոց, որտեղ լիազորությունից դուրս է արտահայտությունը կվերանա ուղղակի պետական բառարանից։ Ու հիմա մեծագույն վտանգը այդ թուրքական շտապօգնության մեքենայի ներթափանցումը չի մեր պետության տարածք։ Կոնկրետ հենց այդ մի դեպքից չի, որ մեր պետությունը կարա մեռնի, որովհետև պետությունը չի մեռնում, երբ թշնամին ներս է մտնում։ Իրեն կարելի է միշտ հանել, բայց պետությունը մեռնում է, երբ թշնամու ներս մտնելուց ներսում ոչ մեկ չի հիշում, ով ինչի համար է պատասխանատու։ Ու եթե չեք ուզում միանալ վերածննդի շարժմանը, ուրեմն չեք էլ ուզում փոխել այս իրականությունը, ուրեմն վաղը էլ ոչ մի բանից չզարմանաք ու մեղավորներ չփնտրեք, որովհետև մեղավորը լինելու եք դուք, որ ընդհանրապես կողքից դիտորդ էիք ու ոչ մի քայլ չարեցիք վերածննդի շարժմանը միանալու համար, որ ընտրությունների գնալով գնացիք այս համակարգի հերթական կտերն ուտելու։ Բայց եթե որոշեք, որ մինչև վերջ վերածննդի շարժման հետ եք, իսկ վերջը դա մեր հաղթանակն է, դա անխուսափելի է, եթե մենք լինենք միասնական։ Ուրեմն դա լավ լուր է, ուրեմն այս վերջաբանը չի, այլ հայակործան համակարգի մերժման սկիզբն է, ու հենց տեղից էլ սկսվելու է վերածնունդը։ Ու վերջում ասեմ, որ մենք դեռ սպասում ենք ԱԱԾ-ի ու Ֆրանսիայի առողջապահության նախարարության պատասխաններին, որից հետո որոշ ոմանների համար հնարավոր են բավականին հետաքրքիր անակնկալներ։ Միած սպասենք տենանք ինչ են պատասխանում ու ըստ այդմ էլ մեր անելիքները ավելի հստակեցված կշարժվենք առաջ։ Այսօրվա համար այսքանը, լավ մնաք ու օրհնված լինեք բարձր սիրով, ազգային արժեքներով, իմաստությամբ, ճշմարտությամբ ու պետական մտածողությամբ։